Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ 2025 թվականը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ, կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։ Այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ կամփոփենք, թե ինչ արդյունքներ են գրանցվել, որտեղ կան չլուծված խնդիրներ և ինչ ուղերձներ է նախարարությունն ուղղում հանրությանը 2026 թվականի համար։ Տիկին նախարար, նախ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եթե ամփոփենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այս մեկ տարվա աշխատանքը, ապա ինչպիսին կլինի ձեր գնահատականը, բայց ոչ թե ավելի պաշտոնական, այլ ավելի քննադատական, որովհետև դպրոցներում էլ չէ, հիմա ավելի քննադատական մտածելակերպի զարգացումն է, մտածողության զարգացումն է խրախուսվում։ Այո, եւ դա իսկապես շատ կարեւոր է նաեւ լավ աշխատանքի համար, լավ աշխատանքը այն աշխատանքն է, որտեղ դու պարբերաբար հետ ես նայում եւ վերլուծում ես սեփական ճանապարհդ, որ անցել ես, ընդ որում առանձնապես ուշադիր լինելով բաց թողումներին, որովհետև մեծ ծավալի աշխատանքի մեջ դրանք ուղղակի չեն կարող չլինել։ Եվ այդ բաց լինելը սեփական խնդիրները տեսնելու ամենակարևոր գրավականն է կանգ չառնելու համար։ Եվ ես կարծում եմ, որ հենց այդ տրամաբանության մեջ ես 2025-ը կանվանեի սովորելու տարի, քանի որ մենք մի մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել հսկայական թիմով եւ այդ ամբողջ ընթացքում անընդհատ քննարկումների մեջ ենք եղել սովորելու եւ այդ սովորածի հիման վրա առաջ գնալու։ Օրինակ, մսուրի ծրագիրը։ Մենք այս տարին սկսեցինք կառավարությունում որդեգրելով մի քաղաքականություն, որ նախադպրոցական ծառայությունը պիտի հասանելի դարձնենք ավելի ցածր տարիքի երեխաներին եւ ընդհանուր 6 ամսականից սկսած երեխաները պետք է կարողանան նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել։ Տարին ամփոփում ենք արդեն բացելով 1 տարեկանների համար նախատեսված ծրագրերը, Երևանի 2 մանկապարտեզներում դրանք արդեն գործում են եւ այս առաջիկա օրերին կբացվեն նաեւ Հրազդանում ու Վանաձորում, բայց այս աշխատանքը անելու ժամանակ մենք օրինակ նկատեցինք, որ լրացուցիչ աշխատանք ունենք անելու 6 ամսական երեխաների ծառայության սննդի նորմատիվների սահմանման, ամենատարրական հարցերը կարգավորելու, որոնք որ նախկինում կարիք չի եղել կարգավորելու, որովհետև այդ ծառայությունը չի եղել։ Ու այսօր էլ սովորում ենք, որովհետև եթե ուզում ենք այդ ծրագիրը հաջողի, պիտի ամենօրյա կապի մեջ լինենք մանկապարտեզների, ծնողների հետ, հասկանանք, որ հատվածն է, որ նորից պետք է քննարկենք եւ առաջ գնանք ավելի լավարկված։ Տիկին Անդրեասյան, հանրակրթության պետական չափորոշիչը 2025 թվականի սեպտեմբերից ներդրվեց բոլոր դասարաններում, բացի 12-րդից, այս նախաձեռնության շուրջ էլ քննարկումներ եղան, անգամ երբ որ պիլոտային Տավուշի եւ մեկ այլ մարզում իրականացվում էր, հիմա ինչ գնահատականներ ունի նախարարությունը, այսինքն արդեն երբ որ մեծամասան բոլոր դասարաններում ներդրված է եւ արդյոք այդ նոր չափորոշիչներն արտացոլում են աշակերտների ունակություններն ու զարգացումը։ Գիտեք, ես մի բան վստահաբար կարող եմ ասել, իհարկե խնդիրներ ու բարդությունները շատ են, բայց ես տեսնում եմ ինչպես է նաև փոխվում դպրոցներում ամենակարևորը մոտիվացիոն համակարգը, որովհետև մեր ուսուցիչները շատ հաճախ ասում էին, որ երեխաները չեն հետաքրքրվում ուսումնական գործընթացով եւ այդ հետաքրքրվածության բացակայությունը իրականում շատ մեծ խոչընդոտ է սովորելու համար եւ հիմա այն մեթոդները, որոնք նոր չափորոշիչներով մուտք են գործել դպրոցներ, իսկ դրանք օրինակ նախագծային աշխատանքներն են, ու այստեղ երեխաները ոչ թե մեր պատկերացրած ավանդական ձևաչափով նստած են լսարանում, ուսուցիչը խոսում է, իրենք լսում են, հետո գնում վերարտադրում, այլ միասին որոշում են հետազոտական մի թեմա, մի խնդիր, որը կարող է լինել իրենց համայնքի բնակավայրի առօրյա նշանակություն ունեցող հարց եւ միասին հետազոտում են այդ խնդրի լուծման պատճառները, այդ խնդրի լուծման եղանակները եւ նաեւ այդ աշխատանքը այնուհետեւ հանրային ներկայացնում են։ Այս ամբողջ գործընթացը սովորելու ամենալավ գործընթացն է, որի ժամանակ էլ զարգանում է երեխայի հետազոտական, վերլուծական, ինքնուրույն ընդհանրապես որևէ բան անելու կարողությունները։ Սա իսկապես մոտիվացիան շատ է բարձրացրել։ Մենք առանց
առանձին գործիքակազմեր ենք ներդրել, որոնց մասին շատ երկար կարող եմ խոսել, ինչպես օրինակ երկարօրյա ծառայությունը, ինչպես օրինակ տարբեր խմբակները եւ վստահաբար կարող եմ ասել, որ չնայած բոլոր դժվարություններին, այսօր մի փուլում ենք, որ կարող ենք արձանագրել, որ նոր չափորոշիչի մուտքը դպրոցներ կայացել է եւ կայացել է հաջողությամբ։ Այսինքն դուք արդյունքը նաեւ երեխաների մոտ տեսնում եք։ Ես կարծում եմ, որ Կրթության որակի հետ կապված, սերտելու հետ կապված շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու։ Մեր դպրոցը տևական ժամանակ եղել է անգիրի մեխանիկական վերարտադրության դպրոց հիմնականում եւ մեկ օրում դա չի փոխվում, բայց ես արդեն տեսնում եմ շատ դրական միտումները եւ մեր երեխաները այնքան լավն են, սա ուզում եմ ասել, հաճախ կարող եք լսել խոսակցություններ, վայ մեր սերունդը, այս սերունդը, հրաշալի երեխաներ ունենք եւ կարծում եմ, որ վստահելով մեր երեխաներին, տալով նրանց ազատություն ու ճիշտ ուղղորդելով առաջ են գնում, ինչը ամենակարևորն է։ Իսկ կա գիտելիք, որը պետությունն ավելի է կարևորում։ Վստահաբար յուրաքանչյուր առարկայի շրջանակներում կան ֆունդամենտալ փաստերի հավաքածու, որը նվազագույն պաշար է գիտելիքների, բայց գիտեք, ժամանակակից աշխարհ է եւ մեր նոր չափորոշիչն էլ նրա մասին է, որ գիտելիքի իմացությունը դեռևս որևէ բան չի նշանակում։ Ամենակարևորը տարբեր իրավիճակներում դու պետք է իմանաս, որ գիտելիքը ինչպես կիրառել եւ ինչու։ Եվ եթե այդ հմտությունը չկա, այդ գիտելիքը մնում է անօգուտ գիտելիք։ Եվ այսքան քննարկված օրինակ ֆունկցիոնալ անգրագիտության թեման, չէ՞, ինչի մասին է։ Այն մասին չի, որ երեխաները օրինակ չգիտեն հաշվել, կարդալ, նրանք հաշվել էլ գիտեն, կարդալ էլ գիտեն, բայց կարևոր է, որ երբ որ մարդը տեքստը կարդում է, այդ տեքստը հասկանա։ Տառերը գիտես, տառաճանաչես, բառերը կարդում ես, բայց տեքստի իմաստները, ենթատեքստերը պիտի վերլուծես, որպեսզի կարողանաս հետևություններ անել։ Եվ ֆունկցիոնալ անգրագիտությունը հենց դրա մասին է, որ գիտելիքը կա, բայց դրա կիրառականությունը, դրա կապը իրականության հետ չեն պատկերացնում։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, որովհետև նոր չափորոշիչը հիմնել ենք կարողունակության վրա, որը գիտելիք է, հմտություն է, արժեք է եւ դիրքորոշում է։ Այստեղից գալով արդեն դասագրքերի բովանդակությունը, որի շուրջ եւս բավականին շատ են քննարկումներ լինում, ես շատ եմ նաեւ այսպես տարական դասարանների ծնողներից լսել այս դժգոհությունը, որ ոնց կարող է առաջին, երկրորդ կամ երրորդ դասարանի երեխան լուծել այս առաջադրանքը, չէ՞ որ ուսուցիչն էլ երբ որ տալիս է այդ առաջադրանքը, չգիտի որ ծնողն է լուծելու եւ երեխան չի կարողանալու։ Իսկն այդ անհամապատասխանության խնդիր են տեսնում ծնողները շատ դեպքերում բովանդակության եւ երեխային մատուցվող անհրաժեշտության միջև։ Գիտեք, իրականում բարդության աստիճանը յուրաքանչյուր տարիքում այնպիսի մի բան է, որը շատ մանրամասն քննարկված է։ Մենք հիմա էլ գտնվում ենք չափորոշիչի լավարկման փուլում եւ եթե որևէ կոնկրետ դիտարկումներ կան, պիտի մեր հարգարժան ծնողներին հորդորեմ դիմել նախարարություն իրենց կոնկրետ առաջարկներով, դրանք անպայման կքննարկվեն, բայց գիտեք, մեր ծնողների ամենակարևոր խնդիրներից մեկը իրենց երեխաների հանդեպ ոչ բավարար վստահությունն է։ Ինչու են իրենց երեխաների փոխարեն անում նրանց աշխատանքը։ Նախ դպրոցը շատ էապես պիտի վերանայի տնային աշխատանքների հանդեպ իր մոտեցումը եւ իրականում դրանք չպետք է այդքան մեծ ծավալ կազմեն, բայց նույնիսկ եթե երեխան տանը ունի որևէ բան անելու, դա իր անելիքն է եւ ծնողը այդտեղ կարող է ընդհանրապես կողքից աջակցել, ուղղորդել, բայց մենք կարող ենք հաճախ տեսնել ու հիշել, որ ասենք շարադրությունները գրում են տրվյալ Գերդաստանի լավագույն գրողները եւ այլն, ինչ ենք ուզում ցույց տալ, ում ենք ուզում ցույց տալ, եթե երեխան իր մտքերը չի արտահայտում եւ իր մորաքրոջ կամ հորաքրոջ գրած տեքստը տանում է որպես իր շարադրություն, դրանով մենք ում ենք խաբում, ինչու ենք դա անում։ Ինձ թվում է մեր ծնողները պիտի իրենց նման հարցեր տան, ինչքան հնարավոր է շատ ավելի հաճախ։ Անցնենք ուսուցիչներին, աշակերտներից խոսեցինք, ուսուցիչների ատեստավորման գործընթացում հիմա ակտիվություն նկատվում է եւ ինչպիսին է նախարարության մոտեցումը այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր գուցե տեղին է զբաղն օգտագործել, վախենում են մասնակցել այդ ատեստավորման գործընթացին։ Ես պետք է նախ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր ուսուցիչներին, որոնք այս տարիների ընթացքում եկել եւ մասնակցել են։ Այս տարի ավելի քան 8400 ուսուցիչ էր դիմել եւ
ավելի քան 7200-ը մասնակցեց այս տարվա ատեստավորման գործընթացին։ Այսօր արդեն մենք ունենք ավելի քան 9100 ուսուցիչներ, դա մեր ուսուցիչների 1/3-ն է, այսինքն ամեն երրորդ ուսուցիչը ատեստավորված է։ Սա ցույց է տալիս, որ իրականում սա բավականին կայուն զարգացող գործընթաց է եւ կամավոր ատեստավորման process-ը արդեն իսկ ձեռք է բերել մասշտաբներ, որ խոսում են այն մասին, որ բոլոր մտահոգությունները փարատվում են։ Իհարկե, սա շարունակական աշխատանք է, սա էլ եմ ուզում նշել, որովհետև ամեն տարվա ատեստավորումից հետո մենք վերլուծում ենք թեստերի բովանդակությունը, բողոքարկման գործընթացին ենք շատ ուշադիր, որպեսզի ծնողների, ուսուցիչների բարձրացրած հարցերին նաև ուշադիր լինենք, արձագանքենք եւ լավարկենք process-ը, բայց մի բան վստահաբար ասում ենք, որ սա ռեալ հնարավորություն է ստեղծել մեր ուսուցիչների համար բարձրացնել իրենց վարձատրությունը, ընդ որում շատ էապես առնվազն կրկնապատկումների մասին ենք խոսում եւ մեր ավելի ու ավելի մեծ թվով ուսուցիչներ են այս համակարգից օգտվում։ Բոլոր մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս մի կողմ դնել իրենց վախերը, շատ հաղթահարելի process է, ուսուցիչների շուրջ 67%-ը դրական է հաղթահարում գործընթացը նրանց, ովքեր մասնակցում են, իսկ դա նշանակում է մի փոքր ջանք դնեն եւ իրենք էլ կլինեն այդ շարքում։ Իսկ տիկին նախարար, կա այն վստահությունը, որ ուսուցիչները, որոնք որ հաղթահարեցին ատեստավորման գործընթացը, էապես արդեն բարելավված դասավանդման որակով են մտնում դասարան, այսինքն որքանով է այդ թեստավորումը նաև կարողանում արտացոլել նրա գործնական հմտությունները։ Շատ կարևոր հարց եք տալիս իրականում, մենք այս տարի, այսինքն 2026-ին առանձին հետազոտություն կունենանք ուղղված հասկանալու, թե ինչպես է փոխվում կամավոր ատեստավորված ուսուցիչների աշակերտների արդյունքը, այսինքն ինչպիսին է նրանց ազդեցությունը եւ դա մեզ կտա շատ ավելի համակարգված տվյալներ։ Ես այս պահին կարող եմ ասել այն արձագանքը, որ ես լսում եմ ուսուցիչներից եւ նրանք հիմնականում խոսում են այն մասին, որ կամավոր ատեստավորումը օգնել է նրանց թարմացնել եւ ընդլայնել իրենց մասնագիտական առարկայական գիտելիքը եւ դա ավելի մեծ վստահություն է տվել նրանց դասարաններում, ինչը արդեն իսկ դրական է, բայց կարծում եմ, որ այդ հետազոտության կարիքը իսկապես ունենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես է սա կրթության որակի վրա ազդել։ Ինչ տեղաշարժեր կան 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրում, որովհետև այս ծրագիրն էլ ամենակննարկվողներից է, հատկապես երբ որ 2026 ըստ էության նախանշված է որպես վերջնաժամկետ։ Արդյոք տեղավորվում է կառավարությունը այս ժամկետների մեջ։ Հիմա ամենահաճախ տրվող հարցերից մեկը դա է, արդյոք կհասցնեք։ Այո, ամեն ինչ անում ենք, որ հասցնենք եւ վստահաբար շատ մեծ թիմ է աշխատում։ Գիտեք, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է համակարգում աշխատանքը, թիմում ընդգրկված են եւ մեր նախարարությունը եւ ՏԿ-ն նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, տարածքային զարգացման հիմնադրամը, մարզպետների թիմերը, համայնքները, շատ մեծ ծավալի գործ է արվում եւ արվում է դա շուրջօրյա ռեժիմով ու ես վստահ եմ, որ մենք 2026-ի ավարտին ունենալու ենք առնվազն 300 դպրոց, մենք պլանավորել ենք 308-ը, որոնք 26-ի ավարտին կլինեն պատրաստ, ամբողջությամբ նոր գույքով հագեցված, եւ սա դեռ սկիզբն է, որտեղ մենք արդեն խոսում ենք հաջորդ 300-ի մասին։ Շատ քննարկվեց նաեւ 2026 թվականի բյուջեում գիտությանը տրվող հատկացումների կրճատումը, գիտական համայնքից հարցեր էին բարձրացնում, թե արդյոք գումարի կրճատումը ենթադրելու է գիտական ծրագրերի կրճատում, սա անդրադառնալու է աշխատավարձերի, նոր նախագծեր չեն ֆինանսավորելու եւ այլն եւ այլն։ Ինչով է պայմանավորված այս մոտեցումը, եթե կառավարությունը պետական մակարդակով խրախուսում է գիտության զարգացումը։ Նախ ես պետք է եւս մեկ անգամ խնդրեմ մեր հարգարժան գիտնականներին եւ այս թեմայով հետաքրքրված մեր մյուս քաղաքացիներին ուշադիր նայել բյուջեն։ Բյուջեն ունի տարբեր հավելվածներ եւ հավելվածներից մեկով դրված է ուրեմն 29.5 միլիարդ շուրջ մեր նախարարության համապատասխան ծրագրերով եւ բացի դրանից առաջնահերթությունների հավելվածում դրված է եւս շուրջ 7.4 միլիարդ դրամ եւ սա նշանակում
նշանակում է, որ 2026-ի ֆինանսավորումը նույնիսկ ավելին կարող է լինել, որովհետև այս երկուսի գումարային արդյունքը օրինակ ավելին է, քան 25 թվականի ֆինանսավորումը, եւ սա նշանակում է, որ պետությունը ոչ միայն չի կրճատում իր ծախսերը գիտության ոլորտում, այլև պլանավորում է անհրաժեշտության դեպքում դրանք ավելացնել։ Ինչպես որևէ գործող շարունակական ծրագիր բնականաբար չի կրճատվում, դրանք բոլորը շարունակվում են իրենց բնականon ռիթմում։ Բոլոր նոր ծրագրերի վերաբերյալ որոշումները կայացվելու են մրցույթների արդյունքում։ Այսինքն, մինչև հիմա էլ մեր քաղաքականությունը եղել է հետևյալը. որևէ արդիական, որակյալ եւ հասուն ծրագիր չունենք, որը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառներով եւ այդպիսի ծրագիր չենք ունենալու նաեւ 2026-ին։ Բոլոր այն ծրագրերը, որոնք կլինեն արդիական, որակյալ, այդպիսին կգնահատվեն մասնագիտական հանրույթի կողմից, բնականաբար կունենան ֆինանսավորում։ Ի տարբերություն մեծ գումար հատկացվելու է ակադեմիական քաղաք ծրագրին, իդեպ հայտնի դարձավ, որ ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգ ընդունի նոր հայեցակարգ 2 տարի առաջ ընդունվածը ուժը կորցրած է ճանաչվելու։ Ինչով է սա պայմանավորված։ Սա պայմանավորված է աշխատանքների բնականon ընթացքով, երբ որ մենք 2 տարի առաջ ընդունում էինք հայեցակարգը, գտնվում էինք շատ տեսական իրավիճակում։ Գիտեինք ինչ ենք ուզում անել, մոտավորապես պատկերացնում էինք որ տարածքներում եւ ինչ ուղղություններով։ Բայց 2 տարում մենք հսկայական աշխատանք ենք արել։ Մենք արդեն հստակ պատկերացումներ ունենք որ տարածքներում, ինչքան ծավալով եւ ինչ փուլայնությամբ պիտի արվի աշխատանքը եւ նոր հայեցակարգը, որը ներկայացված է քննարկման, արտահայտում է հենց այդ հստակությունները։ Եվ սա արդեն ցույց է տալիս, որ ծրագիրը իր բնականon զարգացմամբ գնում է։ Մենք գլխավոր հատակագիծը ներկայացրել ենք արդեն համապատասխան հաստատման մեր օրենսդրության կանոններով տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքները առաջին փուլի համար հատկացված միջավայրերում։ Մենք գտնվում ենք անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծերի պլանավորման փուլում, տարածքում նաև պեղումներ են արվում, ընդ որում պետք է ասեմ, որ նախնական բավականին հետաքրքիր արդյունքներ կան եւ ես հույս ունեմ, որ դրանք կհաստատվեն եւ նաև պատմամշակութային հետաքրքիր ժառանգություն կունենանք, որտեղ այդտեղ հնագույն բնակատեղի կա եւ դա կդառնա ակադեմիական քաղաքի այս էկոհամակարգի մի մասը, որտեղ օրինակ մեր հնագիտությամբ զբաղվող ուսանողները կկարողանան հենց տեղում պեղումներ իրականացնել։ Ծրագիրը զարգանում է եւ բովանդակային եւ ենթակառուցվածքային տրամաբանությամբ եւ նոր հայեցակարգը արտացոլում է այդ իրողությունները։ Կարծում եմ շատ լավ գիտեք, որ այսպես թերահավատ վերաբերմունք կա, որի վերջո ակադեմիական քաղաքը ամբողջությամբ կառուցվելու է, հաշվի առնելով այն մեծություն չափերով մեծությունը, նաև այսպիսի մտահոգություն կա, որ չի ստացվի այնպես, որ ունենք գումարը ծախսվեց, բայց այդ քաղաքը այդպես էլ ակադեմիական քաղաքն այդպես էլ մարդիկ չտեսան, այսինքն օդում կախված մնաց։ Մեկ այլ այսպես հարցադրումներ, հստակ է թե ինչ մոդելով է գործելու ակադեմիական քաղաքը եւ այլն, ձեր մեկնաբանությունը։ Դրանք բոլորը կարևոր հարցեր են եւ լեգիտիմ հարցեր են, որովհետեւ նման մեծածավալ ծրագրերի պարագայում դու պետք է շատ իրատեսական լինես։ Եվ հենց այդ պատճառով օրինակ մեր համար կարևոր խնդիրներից մեկն էր ուսումնասիրել տարբեր ակադեմիական քաղաքների տարբեր երկրներում հաջողության եւ ձախողման պատմությունները։ Եվ մենք առանձին մասնագիտական խորհրդատվություն ենք ունեցել նաեւ քաղաքաշինական զարգացման ռիսկերի վերլուծության եւ նաեւ այդ ռիսկերի հասցեագրման առումով։ Եվ ես վստահ եմ, որ քաղաքը հաջողելու է, որովհետեւ մենք դրա նախապատրաստական փուլի վրա ծախսել ենք բավարար ժամանակ ու ռեսուրս, ներգրավել ենք այդ ոլորտներում ամենահեղինակավոր եւ փորձառություն ունեցող կազմակերպությունների, որոնք դա արդեն արել են, ընդ որում մի քանի անգամ եւ գիտեն ինչպես անել այդ աշխատանքը, որպեսզի այդտեղ հաջողություն ունենաս։ Օրինակ, ձեր ասած ձախողումը շատ հնարավոր է, եթե շենքերը կառուցել ես, բայց չես մտածել
շարժունակության մասին։ Ինչպես մարդիկ պիտի հասնեն այդտեղ։ Արդյոք դա հարմար է, արդյոք իսկապես հասանելի է։ Հենց այս պատճառով մենք առանձին նաև շարժունակության, մոբիլության նախագծում ունեցանք իտալական սիստեմատիկա ընկերության հետ, որը մանրամասն վերլուծել է այս պահի հոսքերը, հնարավորությունները եւ նաեւ ինչ պիտի մենք անենք որ փուլում, որպեսզի քաղաքը հաջողի։ Սա նաեւ հնարավոր է, եթե դու անում ես մի ծրագիր, որը վերաբերում է հազարավոր մարդկանց, բայց այդ մարդիկ այդ գործընթացի մաս չեն եւ իրենց օտար են զգում այդ ծրագրի նկատմամբ։ Մենք առաջին իսկ օրվանից փորձել ենք դասախոսներին, ուսանողներին, գիտնականներին դարձնել այս գործընթացի մասը եւ շարունակելու ենք սա անել։ Եվ առաջին փուլում օրինակ ուսանողական հանրակացարանների կառուցման ծրագիրն ունենք, որը թույլ է տալու օրինակ այս փուլում էլ միջև բուհերի տեղափոխումը ուսանողների համար արդեն իսկ կացարանի հնարավորություն ստեղծել եւ սա նաեւ մեր ուսանողներին կկապի այս քաղաքին։ Բացի դրանից եւ խոսքս ամփոփելով, որովհետեւ շատ երկար կարող եմ այս մասին խոսել, մենք պլանավորել ենք գիտեք ակադեմիական քաղաքում նաեւ հանրային բնույթի ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ բազմաֆունկցիոնալ մշակութային սրահը, համերգասրահ, կինոթատրոն, թատրոն եւ երբ որ այս սրահը գործի, բնականաբար այստեղ մարդկանց մեծ հոսք է լինելու եւ այս բոլոր ենթակառուցվածքները նաեւ ակադեմիական քաղաքը դարձնելու են հանրային կյանքի կենտրոն։ Իսկ եթե մի բան դառնում է հանրային կյանքի կենտրոն, ուրեմն չի կարող ձախողել։ Եվ վերջում անդրադառնանք շատ հակիրճ վերջերս աղմուկանած մի թեմայի, խոսքը Պարուհ Սևակի հուշարձանի տեղադրումն էր դպրոցի բակում, շատ քննադատվեց քանդակագործը, այն քանդակը, որ նա կարողացել էր ստանալ աշխատանքի արդյունքում։ Հետաքրքիր է ձեր կարծիքը որպես նաև մշակույթի, նախարարության, այսպես ղեկավար, որն է առաջնայինը հանրային քանդակի դեպքում, արվեստագետի ստեղծագործական ազատությունը, թե հանրության ընկալումները։ Գիտեք, ես խորին վստահություն ունեմ, որ արվեստագետի ստեղծագործական ազատությունը չպետք է սահմանափակվի։ Եվ եթե արվեստագետը ստեղծագործում է մտքում ունենալով ու մտածելով, որ այ ինչ կասեն այս մարդիկ, իսկ ինչ կասեն մյուս մարդիկ, այստեղ արդեն ստեղծագործական ազատության մասին խոսելը շատ պայմանական է։ Եվ իսկապես ցավում եմ, որ մենք ունեցանք այն իրավիճակը, որ ունեցանք, որտեվ բնականաբար արվեստի գործին կարելի է տարբեր վերաբերմունք ունենալ եւ մեր հանրության մեջ էլ եղել են արձաններ, քանդակներ, որոնք միանշանակ վերաբերմունք չեն առաջացրել, բայց շատ կարեւոր է այդ քննարկումներում պահել երկու բան։ Նախ եւ առաջ մարդկային արժանապատվությունը, թե սեփական, թե դիմացինի, իսկ ես վստահ եմ, որ վիրավորանքները ոչ այնքան դիմացինին են խոցում, որքան քո սեփական մարդկային արժանապատվությունն են նսեմացնում եւ պահել մասնագիտական լեզուն։ Գիտեք, հանրային ընկալում եւ վերաբերմունք կարծիք կարող է արտահայտել յուրաքանչյուրը, բայց երբ որ մենք խոսում ենք արվեստի գործի առանձնահատկություններից, առաջին հերթին արվեստաբաններին պիտի կարողանանք լսել եւ նաեւ հասկանալ, որտեվ օրինակ ժամանակակից արվեստը ամենևին պարզ բան չի եւ եթե մարդիկ իսկապես ուզում են ընկալել, ապա պետք է կարողանան նաեւ պատկերացնել ինչի մասին են խոսում։ Մեր հանրության մեջ չկա ցավոք հոգացություն սեփական խոսքի նկատմամբ։ Մարդիկ շատ հեշտությամբ խոսում են տիեզերքից, միջուկային ֆիզիկայից, արձաններից եւ ցանկացած թեմայից։ Լավ կլինի, որ այդ պահերին ամեն մեկը իրեն հարց տա. արդյոք ես բավարար գիտելիք ու փորձառություն ունեմ մասնագիտական այս տիրույթում խոսելու, թե կարող եմ 1-2 բան ավել կարդալ ու լսել եւ միգուցե ինքս էլ ավելի լավ պատկերացում ձևավորեմ։ Ինձ թվում է այս հարցը պիտի մեզ տանք։ Նախարարի այս ուղերձով էլ եզրափակենք մեր թողարկումը։ Շնորհակալություն։ Հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էր։